Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արմենակ Աբրահամյանի ելույթը 100-ում իրականացված ցեղասպանության հիշադակի արարողության ժամանակ Անտիբի մեջ։ Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը հարկանքի դուրք մատուցեց 100-ում իրականացված ցեղասպանության անմեղ զոհերու հիշադակին։ 100-ում իրականացված ցեղասպանութենեն 110 տարի անց մենք նաև գխորինք հայ ժողովրդի ուժի եւ թիմածկունության մասին։ Նույն ցեղասպանությունն է 110 տարի առաջ տեղի ունեցած նո Արցախահայերու մեր օրերու իրականությունը անհնար է առանցնացնել։ Նոայի ֆուտբոլիստները հրաբարագումներ կատարել են 100-ում իրականացված ցեղասպանության մասին։ Թուրքերը սպաններ են անոր զավակներեն 8-ին, իսկ 9-րդին ցկեր են ողջ որ սովամահլար։ Ամերիկացի տերասանը վերհիշեր է 100 ցեղասպանութենեն փրկված իր մեծ տատիկի պատմությունը։ Սարա Դեր Բադասարյանի ընտանեկան քորքը կդեղափոխվի Երևան։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի նամակը։ Սիրելի բարեկամներ, սիրելի հայրենագիտներ, այս տարի մենք հարկանքի դուրք կմատուցենք Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոին, ով 1920 թվականի հունվար 19-ին Ֆրանսիայի անունով փաստացի ջանցավ հայկական պետականությունը Արևմտյան Հայաստանի տարածքին մեջ։ Որպես այդ պետության ազգային խորհրդի նախագահ եւ ներկայացուցիչ կհայտարարեմ, որ այս ճանչնալը արդարության ցայն էր ընդեմ 1894-ին 1923 թվականներուն ընթացքին թրքական բռնակրավող իշխանություններուն կողմէ կատարված ցեղասպանության, որուն հետևանքով զոհ կացին մոտ 2 միլիոն հայեր։ Մենք բարդավոր ենք շարունակել մեր պայքարը ճշմարտության եւ վերականգնումի համար հանուն մեր պատմության, նահատակներուն եւ աբակային։ Թույլ տվեք, որ խորին շնորհակալությունս հայտնեմ բարոն Ժան Լիոնետիին, Անտիբ Ժուան Լպենի քաղաքապետ, բարոն Ժերալ Լակոտինին, հայրենասիրական միություններու եւ հիշողության պահպանման հարցերով լիազոր քաղաքային խորհրդի անդամ, բարոն Հասան Էլ Ջազուլիին, հիշողության փոխանցման հարցերով լիազոր քաղաքային խորհրդի անդամ, բարոն Ռենե Տրաստուրին, կոնսեկուտի քաղաքապետ, Դիգին Մելիսա Շարլիին, քաղաքային խորհրդի անդամ, ներկայացնող բիոքաղաքի քաղաքապետ Դերմիդին, հանրապետության ընտրված ներկայացուցիչներ, դիգիններ եւ բարոններ, բարոն Էրիկ Բոժեին, Ալպ Մարիտիմի 7-րդ ընտադարածքի պատգամավոր, Դիգին Ալեքսանդրա Պորշիո ֆոն Դիմբի, Ալպ Մարիտիմի սենատոր, Դիգին Սոֆի Նազիկյանին, նահանգային խորհրդի անդամ, ներկայացնող նախագահ Ժենիզիին, դիգիններ եւ բարոններ, միություններու պատասխանատուներ, բարոն Սերժ Աբրահամյանին, Ֆրանսիայի հայ մարդիկներու եւ համագիրներու ազգային միության նախագահ, բարոն Ժան Ղազարոսյանին, Ֆրանսիայի հայ ազգի ազատամարտիկներու եւ թիմադրության մարդիկներու միության նախագահ, բարոն Քրիստիան Ժամբրեդիին, մարդիկներու դան նախագահ, UFAC-ին, ազգային Անդրեյ Մաժինո միությունը, բարոն նախագահ Անդրե Կլոդ Պելարտի եւ դիգին նախագահ Միշել Ավիտկորին, ինչպես նաեւ բոլոր հայրենասիրական միություններուն, դիգիններ եւ բարոններ, նախկին մարտիկներ, pedagogan մարմիններու, քաղաքացիական եւ զինվորական անվտանգության պատասխանատուներ, դիգիններ եւ բարոններ, դրոշակագիրներ, դիգիններ եւ բարոններ, Արևմտյան Հայաստանի կառավարության եւ խորհրդարանի անդամներ։ 2025 թվականի ապրիլ 24-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանի գլխավորությամբ այցելեց Իդերնագապերտի հուշահամալիր հարկանքի դուրք մատուցելու 100-ում իրականացված ցեղասպանության անմեղ զոհերու հիշադակին։ Այս օրը միշտ եղած է ոգեկոչման, ցավի եւ համերաշխության բախ, երբ հայ ժողովուրդը կմիանա հիշելու համար 1915 թվականին դեղի ունեցած ողբերգությունը, երբ Օսմանյան կայսրությունը կազմակերպեց հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Պատվիրակության անդամները ցաղկեպսակ դրին հուշահամալիրի դիմաց հարկանք հայտնելով զոհվածներուն։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախկին փոխնախագահ ժողովրդավար կուսակցության անդամ Քամալա Հարիսը ուղերձ մհղած է հայոց ցեղասպանության 110-ամյակի առիթով։ Այսօր մենք կհարկենք 1.5 միլիոն անմեղ զոհերու հիշադակը, որոնք տեղահանվեցան, գոդորվեցան եւ մահվան երթի ենթարկվեցան հայոց ցեղասպանության ընթացքին։ Այս ողբերգությանեն 110 տարի անց կխոնարհենք նաեւ հայ ժողովրդի դոգունության եւ թիմածկունության արչեւ Եվ կվերահաստատենք մեր հանձնառությունը պայքարելու ադելության բոլոր դրսևորումներուն թեմ, գրած է ան։ Արցախի պահպանության կոմիտեի հայտարարությունը։ Ապրիլ 24-ին հայ ժողովուրդը խոնարհեց իր գլուխը հարկանքի դուրք մատուցելու մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններեն մեկուն Թուրքիո մեջ իրականացված 100-ում ցեղասպանության զոհերու հիշադակին։ Ավելի քան 1.5 միլիոն հայ համագարկված կերպով ոչնչացվեցան միայն որովհետև հայ էին։ Այդ մեկը ոչ թե պատերազմի հետևանք էր եւ ոչ ալ պատահական բռնության արդյունք։
Այդ նախաբես ծրագրված սառնասիրտ կերպով իրականացված հանցագործություն էր ուղղված ամբողջ ժողովրդի վերացման։ Այսօր 1 տարի եւ 1 տասնամյակ ետք ցավով եւ խոր մտահոգությամբ կհայտարարենք հայ ժողովրդի ողբերգությունը չավարտեցավ 1915 թվականին։ Վերջին տարիներուն Արցախին մեջ տեղի ունեցած իրադարձությունները, էթնիկ զտումներ, հայ բնակչության բռնի դեղահանություն, իրենց պատմական հողերեն, մշակութային ժառանգության ոչնչացում եւ միջազգային հանրության լրությամբ ուղեկցված անդարբերությունը նույն ծրագրի շարունակությունն են։ Մենք ականատես եղանք նույն նպատակի նոր դրսևորումի հայ ժողովրդի պատմական ներկայության վերացման եւ անոր ու հայրենի հողի գաբի խզման։ Սա երկու ցեղասպանություն չէ, սա մեկ եւ նույն ցեղասպանությունն է ժամանակի մեջ երկարացկված։ Մենք կոչ կուղենք միջազգային հանրության գիտակցելու անցյալի անպատժելիությունը գծնի ներկայի ողբերգությունները, քանի դեռ 1915 թվականի ցեղասպանությունը համընդհանուր ճանաչում եւ դատապարտում չէ ստացած, եւ քանի դեռ Արցախի մեջ տեղի ունեցած իրադարձությունները արժանի իրավական ու քաղաքական քննադատականի չեն արժանացած, նման հանցագործություններ ու գրկնության վտանգը կմնա իրական։ Այսօրվա լրությունը վաղվան մեղսակցությունն է։ Թող այս հիշադակի օրը չլա միայն սուքի օր, այլ դառնա ճշմարտության, արդարության եւ նման ողբերգություններու չգրկնվելու հստակ երաշխիքի ուղենիշ։ Արցախի պահպանության կոմիտե։ Նոայի պորտուգալացի պաշտպան Գոնսալո Սիլվան եւ բրազիլացի հարցագող Մաթեոս Այաշը իրենց սոցիալական էջերուն մեջ հրապարակումներ կատարել են հայերու դեմ իրականացված ցեղասպանության մասին, ուր ներկայացուցել են իրենց հետևորդներուն կատարված ոճրագործություններու վերաբերյալ։ Ամերիկացի դերասան Ջո Մանկանիելոն, որ վերջին տարիներուն դեղեկացած էր իր հայկական ծագումին մասին, հարցազրույցի ընթացքին պատմած է հայոց ցեղասպանութենեն փրկված իր մեծ մոր Թաժան պատմությունը։ Դերասանը պատմած է, որ իր մեծ մոր անունը Դերվիզ Դարակչյան եղած է եւ անծնունդով Արևմտյան Հայաստանի Խարպերտ գավառեն է։ 1915 թվականին Օսմանյան թուրքերն առաջին համաշխարհային պատերազմին մուտք գործած են Խարպերտ եւ հոն սպանած են բոլորին։ Գգարձեմ իր ամուսինը սպանված է այն բահեն առաջ, երբ անոնք բոլոր տղամարդիկը մեկ կողմ դարած եւ ասած են, թե պետք է ռազմական գործողություններու մասնակցին։ Այսպիսով դարած են տղամարդիկը, սպանած զանոնք եւ բաժանած կանանց ու երեխաներեն, որբեսի գարենային մտնել գյուղեր եւ ընել իրենց գործը։ Դերասանի մեծ մորը անոնք կրակած են, սակայն ան չէ մահացած։ Եվ մինչև ան կեդին ինգած էր, թուրքերը սպանած են իր 8 զավակները, իսկ 9-րդը թողած են ողջ, որբեսի սովամա հլա։ Երբ ան կեդինեն վեր կանգնած է, իր զավակներուն հակուստեն գդորներ վերցուցած է եւ անոնցով գաբած զավակին իր մեջքին եւ այդպես թողած է գյուղը, պատմած է դերասանը։ Սակայն Մանկանիելոյի մեծ մոր դարաբանքները այդքանով չեն ավարտած։ Կեդը անցնելու ընթացքին իր 9-րդ զավակն ալ մահացած է խեղդվելով կեդին մեջ։ Դերասանը պատմած էր, որ իր մեծ մայրը վիրավորված վիճակի մեջ ապրած է քարանցավի մեջ ուրիշ փախստականներու հետ, մինչև որ զինք կդած են գերմանացի զինվորներ։ Ան գերմանական ռազմական ճամբարի մեջ հղիացած է գերմանացի սպայի կողմէ։ Սարա Դեր Բաղդասարյան ընտանիքին պատկանող բացառիկ կորքը, որ հյուսված է Արցախի Հադրութ քաղաքին մեջ, ոչ միայն վարպետության նշանակալի օրինակ մնե, այլ նաև մշակութային ժառանգությունը, որ ունի հարուստ պատմություն։ Այս կորքը ստեղծված է որպես օժիտ, որ պիտի փոխանցվեր սերունդ է սերունդ, բամը, որ ավելի խորիմաստ կդարձնե անոր պատմությունը։ Քորքին ոճը Մակուր Արցախյան է իր բարդ նախշերով ու խորիմաստ խորհրդանիշներով։ Այսօր, երբ Արցախի բազմաթիվ մշակութային արժեքներ վտանգված են, այսպիսի կորքեր կդառնան ոչ միայն նյութական, այլև հոգևոր արժեքներու գրողներ։ Հադրութեն սկսյալ այս կորքը անցած է երկար ուղի, փոխադրված նախ Փարիզ, ապա Նիցա։ Այսօր նախադեсված է զայն տեղափոխել Երևան, որպես վերադարձ պատմական հայրենիք։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։